Հիմա անցնենք շատ կարևոր մի օրվա, որը նշանավորվում է հենց դեկտեմբերի 9-ով, սիրելիներ, դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի օրն է, եւ այս առիթով մենք ունենք կարևոր մարդիկ մեր տաղավարում, ում հետ կունենանք հետաքրքիր հարցազրույց։ Եվ ոլորտի մասին կիմանանք բոլոր գաղտնիքները նաև։ Մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի իրավական ապահովման վարչության պետ Գայանե Վարոսյանը, ողջույն։ Ողջույն։ Եվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լուսինե Սուլեյմանյանը, ողջույն։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ այս օրը, քանի որ խորհրդանշական է դեկտեմբերի 9-ը, բոլոր մասնագետներին, ոլորտի աշխատակիցներին պիտի ասենք շնորհակալություն, որ կարողանում են պայքարել կոռուպցիայի դեմ, բայց զրույցը սկսելու համար մի փոքր պատմենք, ինչ է իրենից ենթադրում հակակոռուպցիոն կոմիտեն եւ որքանով տեղյակ ենք, այն մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի միակ մասնագիտացված նախաքննական մարմինն է։ Արդյոք դա այդպես է։ Նախ շնորհակալ ենք հրավերի համար եւ հատկապես շնորհակալ ենք այս հատկանշական օրը հրավիրելու եւ կրկին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությունը ընդգծելու համար։ Այո, ճիշտ նշեցիք, հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի միակ մասնագիտացված քննչական մարմինն է։ Դեռևս 2019 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը, որի առանցքային միջոցառումներից մեկը հենց կոռուպցիայի բացահայտման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացված քննչական մարմնի ստեղծումն էր, ու որպես դրա պատասխան արդեն 2021 թվականին ազգային ժողովի կողմից ընդունվեց հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքը, որի հիման վրա 2021 թվականի հոկտեմբերի 23-ից Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունը սկսեց ծավալել հակակոռուպցիոն կոմիտեն, որը իրականացնում է կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով միջդատական քրեական վարույթը։ Եվ պետք է այստեղ նշեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի առանձնահատկությունը կանում է ոչ միայն նրանում, որ եւ իր գործառույթային առանձնահատկությունը ոչ միայն նրանում է կանում, որ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միակ մասնագիտացված քննչական մարմինն է, այլ կոմիտեն որպես այդպիսին միակ քննչական մարմինն է, որը նախաքննությանը միջդատական քրեական վարույթին զուգահեռ իրականացնում է նաև օպերատիվ հետախուզական գործունեություն, արդեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով, ու այստեղ են, որ մեկտեղվել են նախաքննության եւ օպերատիվ հետախուզական գործունեության գործառույթները, որպեսզի համատեղ եւ գործուն պայքարը կոռուպցիայի դեմ պայքարը ավելի գործուն եւ ավելի արդյունավետ դառնա։ Պետք է ասել, որ բավական կարևոր եւ լայնածավալ է աշխատանքը կոմիտեում, բայց մի կարևոր բան պետք է փաստել, որ անկախ նրանից, բայց յուրաքանչյուր կառույց հաջողված է լինում, երբ ունենում է լավ կադրեր։ Խոսենք մասնագետների եւ կադրերի մասին, հասկանանք այն ձևաչափը, որով ընտրում ենք եւ կարող ենք վստահել, որ այսօր համենայն դեպս ունենք կադրեր, ովքեր վստահաբար ծառայում են ճիշտ նպատակի համար։ Երևի ես պատասխանեմ նորից կադրի ընտրությունը նույնպես հակակոռուպցիոն կոմիտեի առաջնային եւ առանցքային ուղղություններից մեկն է եւ հակակոռուպցիոն կոմիտեն ահռելի մեծ ուշադրություն է դարձնում բարեկիրթ բանիմաց առաքինի կադրերի ընտրությանը։ Կադրերի ընտրությունը կոմիտեում պետք է փաստեմ, որ բավականին բարդ ընթացակարգի գործընթացի միջոցով է իրականացվում, որովհետեւ հակակոռուպցիոն կոմիտեում թափուր պաշտոնների համալրման համար, ինչպես նշեցի, թե ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, որոնք քննիչներն են, եւ թե օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց համար իրականացվում է մրցույթի միջոցով եւ այդ մրցույթի անցկացման համար ձևավորվում է մրցույթային հանձնաժողով, որը հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի համաձայն ընդգրկում է կոմիտեի 3 ծառայողի, կառավարության կողմից առաջադրած 1 անձի եւ քաղհասարակության ներկայացուցիչի, բացի քաղհասարակության ներկայացուցիչը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթում ներգրավում են նաև դիտորդներ։ Այստեղ հատկանշականը նա է, որ քաղհասարակության ներկայացուցիչը եւ դիտորդ կարող են լինել այնպիսի անձինք, ովքեր հակակոռուպցիոն պայքարի ոլորտում որոշակի փորձառություն ունեն, 3 եւ համապատասխանաբար 5 տարիների փորձառություն է պահանջվում, եւ այս անձանց մասնակցությունը ինքը լրացուցիչ խթան է հակակոռուպցիոն կոմիտեում մրցույթների առավել թափանցիկության, առավել օբյեկտիվության, առավել անկողմնակալության համար, ու մրցույթը ինքնին
բաղկացած է մի քանի այսպես կրկին բարդ փուլերից, որոնցից ես կցանկանամ առանձնացնել մասնավորապես թեստավորման փուլից հետո բարևարկության ուսումնասիրության փուլը, երբ մասնակիցները, տեխնացուները հաղթահարում են թեստավորման փուլը, կոմիտեի մրցույթային հանձնաժողովը վերջիններից տվյալները ուղարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի իրականացվի նրանց բարևարկությունը, ուսումնասիրությունը, եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մենք ստանում ենք արդեն բարևարկության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ, որից հետո անցկացվում է հարցազրույցի փուլը։ Հարցազրույցի փուլի ընթացքում բացի տեխնացուների անձնական որակները, որակական հատկանիշները, ուսումնասիրվում են նաև բարևարկությունը, որքանով են նրանք բարևարկ, որքանով են առաքինի, ընդ որում տրվում են այնպիսի հարցեր, որոնց միջոցով հանձնաժողովը կարողանում է բացահայտել այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավոր է նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չէր կարողացել բացահայտել իր ուսումնասիրությունների ընթացքում, այսինքն տետատետ մրցույթային հանձնաժողովի անդամների եւ տեխնացուների հարցազրույցի ընթացքում շատ հանգամանքներ են կարող են պարզաբանվել եւ կոմիտեն ստեղծման օրվանից մինչ այժմ մեծ ուշադրություն է դարձնում հենց ծառայողների բարևարկությանը եւ իր առաջնային խնդիրը բարևարկ, բարեկիրթ տեխնացուներ, ծառայողներ ընդունելն է աշխատանքի, որովհետեւ միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի պայքարել կոռուպցիայի դեմ արդյունավետ եւ գործուն մեխանիզմներով ու պետք է նշեմ, որ կոմիտեում գրեթե այդպիսի դեպքեր չենք ունեցել, երբ բացասական բարևարկության եզրակացություններով ուրեմն պաշտոնի են նշանակվել անձինք ու կոմիտեում նաև ծառայողների, տեխնացուների ընտրության առումով առաջնային լինելը ինչով է նշանավորվում, որ վերջին ժամանակներում էլ տեղի ունեցան բազմաթիվ ազատումներ, ինչպես նաև նոր նշանակումներ, որոնք եւս պայմանավորված էին հմուտ մասնագետների ներգրավմամբ, այնպիսի մասնագետների ներգրավմամբ, որոնք իրենց ունեցած տեսական գիտելիքները կհամատեղեին գործնական գիտելիքների հետ, կունենային բավարար համարձակություն, բավարար քաջություն եւ բարեկրթություն պայքարելու եւ առաջ տանելու կոմիտեի ունեցած տեսլականը։ Այո։ Իրականում բավականին բարդ ճանապարհ է պետք անցնել, որպեսզի հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքային թիմի մեկ մասը դառնալ։ Լուսինե, ձեր փորձառության մասին եթե պատմեք, նշեցինք արդեն, որ դուք հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ եք։ Ինչու որոշեցիք ձեր աշխատանքային գործունեությունը իրականացնել հենց հակակոռուպցիոնում։ Աշխատում էի քննչական կոմիտեի վերահսկողության վարչությունում, մշտապես ինձ հուզել է եւ հետաքրել է կոռուպցիայի դեմ պայքարը եւ մշտապես ցանկացել եմ կոնկրետ մասնագիտական նեղ մասնագիտական քննություն իրականացնել, այսինքն քննել եւ վերահսկել կոռուպցիոն բնույթի հանցագործներով քննվող նախաքննական վարույթները եւ այդպես որոշեցի տեղափոխվել հակակոռուպցիոն կոմիտե եւ աշխատել արդեն ավելի մոտիկ, ավելի առաջնային պայքար մղել կոռուպցիայի դեմ եւ այժմ աշխատում եմ հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությունում։ Պետք է նշեմ, որ կոմիտեում իրականացված կառուցվածքային փոփոխություններից հետո, վերջին կառուցվածքային փոփոխություններից հետո նաեւ ստեղծվել է նոր վարչությունը ներքին անվտանգության եւ վերահսկողության, որն իրականում իրականացնում է այլ գործառույթներ, այսինքն պարզ ասած չի իրականացնում նախաքննություն, այլ իրականացնում է քրեական վարույթների ուսումնասիրություն, հատկապես խոսքը այն քրեական վարույթները, որոնք բազմադրվակ են, բարդ են եւ ունեն հանրային հնչեղություն, կազմում է զեկույցներ եւ գործնական դրանով գործնական աջակցություն է ցուցաբերում նախաքննական գործառույթ իրականացնող ստորաբաժանումներին, բացի դրանից հիշալ վարչություններով նաեւ վարչությունում ուսումնասիրվում են օպերատիվ հաշվառման գործեր, հետաքննական գործեր, օպերատիվ գործեր, լիտերային գործեր եւ այս ուսումնասիրությունների վերաբերյալ կրկին գործնական առաջարկներ են ներկայացում արդեն կոնկրետ ուղղված օպերատիվ հետախուզական գործառույթ իրականացնող վարչությունների գործունեության բարելավմանը, բացի այդ վարչությունը նաև իրականացնում է առաքինության ստուգում աշխատակիցների համապատասխան կարգի համաձայն։ Եվ այս առումով հենց ներքին անվտանգության եւ վերահսկողության վարչությունը այս վերջին կառուցվածքային փոփոխությունների կարելի է ասած, որ ամենալավ փոփոխություններից մեկն է հանդիսանում, բացի այդ նաեւ վարչությունում իրականացնում ենք մշտադիտարկում կոմիտեի ծառայողների կողմից կարգապահական կանոնների պահպանման, իրենց գործառնական պարտականությունները կատարելու ուղղությամբ եւ
համապատասխան այն դեպքերը, որոնք որ արժանի են իրավական գնահատականի, իրավական հետևանքների, անպայմանորեն ստանում են համապատասխան հետևանք, որովհետև ինչպես նշեց իմ գործընկերուհին, առաջնային նպատակը, քանի որ կոռուպցիան ինքը արմատավորված երևույթ է եւ դրա դեմ պայքարելու համար պետք է ունենալ լավ կադրեր, որոնք կառուցնանան իրենց մասնագիտական որակներով, իրենց անձնային հատկանիշներով եւ դրա համար մեկ այլ բան է, երբ որ նրանք հաղթահարելով գործընկերուց կողմից նշված փուլերը անցնում են աշխատանքի, մեկ այլ բան է արդեն հենց կոմիտեն հիշալվարչության օգնությամբ միջոցով մշտադիտարկում է իրականացնում հենց բուն աշխատանքային process-ի ընթացքում կադրերի կողմից իրենց մասնագիտական ունակությունների վրա աշխատելու եւ գործառնական պարտականությունները պատշաճ կատարելու ուղղությամբ։ Այստեղ մի կարևոր կետ էլ կա, որի շուրջ կարելի է խոսել, հակակոռուպցիոն կոմիտեն վերջերս գործարկել է թեժգից ծառայությունը, արդյոք կար լիարժեք սրա անհրաժեշտությունը եւ նաեւ ինչ օգուտ են քաղում մենք հենց այս ծառայությունից։ Շատ լավ հարց է։ Հիրավի իր պատմության մեջ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեն գործարկեց թեժգից ծառայությունը, որը ըստ իս կոռուպցիայի դեմ պայքարի երկու հիմնական դերակատարների պետությանը եւ հասարակությանը մեկտեղող ամենաամուր կամուրջներից մեկն է հանդիսանում եւ հենց թեժգից ծառայության գործարկումը պետք է ապահովի հասարակության ներգրավվածությունը կոռուպցիայի պայքարի գործում, որտեղ ճիշտ է պետությունը հանդիսանում է դրա առաջնամարտիկը, բայց բոլորս հասկանում ենք, որ այստեղ հասարակությունը եւս մեծ անելիք ունի եւ եթե ամփոփենք մինչ այժմ ունեցած արդյունքները, պետք է նշենք, որ ստացել ենք բազմաթիվ զանգեր թեժգից ծառայության միջոցով, որոնք մի մասով վերաբերել են պարունակել են այնպիսի տվյալներ, որոնք դեռևս օրենքով սահմանված կարգով պետք է ստուգվեին կոմիտեի օպերատիվ հետախուզական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից եւ օրենքով սահմանված կարգով ուղարկվել են հիշյալ ստորաբաժանումներ համապատասխան օպերատիվ ստուգում անցկացնելու համար, իսկ մյուս մասով, որոնք որ պարունակել են արդեն բավարար ենթադրյալ հանցագործության վերաբերյալ հատկանիշներ, նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հաջողած դեպք ունենք, ճիշտ է, քրեական վարույթը նախաձեռնվել է այլ հետաքննական մարմնից ստացված հաղորդման առիթով, սակայն նույն զուգահեռաբար կոմիտեի թեժգից ծառայությունից մենք քաղաքացուց ստացել ենք զանգ, քրեական վարույթը կոռուպցիոն երևույթի դրսևորման վերաբերյալ քննվել է, արարք ստացել է համապատասխան իրավական գնահատական, նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնել է եւ գործն ուղարկվել է դատարան։ Թեժգից ծառայության հետ կապված կցանկանայի, քանի որ լավ հարթակ է, նաեւ մեկ նրբություն նշել անանուն ներկայանալու հնարավորության վերաբերյալ, որը որպեսզի մեխանիզմը իրականում խթանում է, որ մարդիկ, ովքեր ինչ պատճառներով կաշկանդված են ներկայանալու իրենց ինքնությունը բացահայտելու համար, կարող են անանուն հաղորդումներ ներկայացնել, որոնք համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմաններում կստանան իրավական հետևանքներ։ Կարող ենք նաև նշել թեժգծի հեռախոսահամարը, որպեսզի մեր հեռուստադիտողները եւս Կոմիտեի պաշտոնական էջից կարող են ծանոթանալ, հետևելով սոցհարթակներում, քանի որ հիմա ունենք այդ հնարավորությունները, իրականում պաշտոնական էջում կգտնեք նաև այլ մանրամասներ, թե որ պետական կառույցների հետ է համագործակցում կոմիտեն իր գործառույթներն իրականացնելու իրավապահ եւ այլ մարմիններ, ինչպես նաև քաղաքասարակությունը, թեման բավականին ծավալուն է, մենք վստահ եմ կրկին առիթներ կունենանք մեր եթերներից պատմելու այս ամենի մասին, բայց մեր եթերաժամը այս պահի համար սահմանափակ է, շնորհակալ ենք անչափ, որ առավոտը այսօր սկսեցիք հենց մեզ հետ։ Ձեզ օրվա դրական շարունակություն, մենք էլ սիրելիներ եթերային էսաֆետը փոխանցենք լրահոսի մեր գործընկերներին, հետո կվերադառնանք եւ կշարունակենք համեցեք։